Այսօր միասին խոսելու ենք այն հարցի մասին, որը գրեթե յուրաքանչյուր սկսնակ ծրագրավորող տալիս է իր առաջին քայլերն անելիս, որ ծրագրավորման լեզուն ընտրել 2026 թվականին։ Ինտերնետում կան հարյուրավոր տարբեր պատասխաններ։ Մեկը ասում է Python, մյուսը JavaScript, երրորդը C++, ինչ որ մեկն ասում է, որ պետք է սկսել Java-ից։ Բայց իրականում գոյություն չունի մեկ լեզու, որը լավագույնն է բոլորի համար։ Ճիշտ ընտրությունը կախված է նրանից, թե ինչ նպատակ ունեք դուք։ Այս վիդեոում կքննարկենք ամենահայտնի ծրագրավորման լեզուները, կհասկանանք, թե որտեղ են դրանք օգտագործվում, ինչ առավելություններ ունեն եւ ում համար են նախատեսված։ Բերեք սկսենք Python-ից, քանի որ այսօր ամենահայտնի լեզուներից մեկն է այն։ Python-ի հիմնական առավելությունը պարզությունն է։ Նրա կոդը շատ նման է սովորական անգլերեն տեքստի, եւ դրա շնորհիվ սկսնակները կարողանում են արագ հասկանալ ծրագրավորման հիմունքները։ Python-ը լավագույն օգտագործվում է արհեստական բանականության, մեքենայական ուսուցման, տվյալների վերլուծության, վեբ ծրագրավորման եւ ավտոմատացման ոլորտներում։ Եթե վերջին տարիներին լսել եք ChatGPT, AI-ի կամ machine learning-ի մասին, ապա պետք է իմանաք, որ Python-ը այդ ոլորտներում ամենատարածված լեզուն է։ Սակայն Python-ն ունի նաև թերություններ։ Այն այնքան արագ չէ, որքան C++-ը կամ Rust, եւ մեծ նախագծերում երբեմն կարող են առաջանալ բարդություններ։ Եթե դուք լրիվ սկսնակ եք եւ ցանկանում եք հնարավորինս հեշտ մտնել ծրագրավորման աշխարհ, Python-ը լավագույն ընտրություններից մեկը կարող է լինել հենց ձեզ համար։ Հաջորդը JavaScript-ն է։ Եթե ցանկանում եք ստեղծել կայքեր, JavaScript-ը սովորել գրեթե պարտադիր է։ Այս լեզուն աշխատում է բոլոր ժամանակակից բրաուզերներում եւ պատասխանատու է կայքերի ինտերակտիվության համար։ Օրինակ, եթե կայքում կա սեղմվող կոճակ, անիմացիա, բացվող մենյու կամ տվյալների բեռնում առանց էջը թարմացնելու, մեծ հավանականությամբ այնտեղ օգտագործվել է JavaScript։ Այսօր JavaScript-ը չի սահմանափակվում միայն բրաուզերով, Node.js տեխնոլոգիայի շնորհիվ այն օգտագործվում է նաև սերվերային ծրագրավորման մեջ։ Դա նշանակում է, որ մեկ լեզվով կարելի է ստեղծել եւ կայքի արտաքին մասը եւ ներքին մասը։ Եթե ձեր նպատակը web development-ն է, ապա JavaScript-ը պետք է լինի ձեր առաջնահերթ ընտրությունը։ C#, այժմ խոսենք C# մասին։ C# ստեղծվել է Microsoft-ի կողմից եւ այսօր ամենահայտնի լեզուներից մեկն է խաղերի ստեղծման ոլորտում։ Եթե որևէ անգամ լսել եք Unity Game Engine-ի մասին, ապա պետք է իմանաք, որ Unity-ում հիմնականում օգտագործվում է C# ծրագրավորման լեզուն։ Այն լեզուն օգտագործվում է ոչ միայն խաղերի, այլ նաեւ բիզնես ծրագրերի, Windows հավելվածների եւ վեբ ծրագրավորման համար։ C# շարահյուսությունը մի փոքր ավելի բարդ է, քան Python-ին, սակայն այն ավելի խիստ կառուցվածք ունի, ինչը օգնում է գրել ավելի կազմակերպված կոդ։ Եթե ցանկանում եք դառնալ խաղերի մշակող, հատկապես Unity ծրագրով, ապա C#-ը հիանալի ընտրություն է։ Հիմա անցում կատարենք C++ լեզվին։ Սա աշխարհի ամենահզոր եւ ամենաարագ ծրագրավորման լեզուներից մեկն է։ C++-ը օգտագործվում է օպերացիոն համակարգերի, խաղային շարժիչների, բրաուզերների, տվյալների, բազաների եւ բազմաթիվ այլ համակարգերի ստեղծման համար։ Օրինակ, Unreal Engine-ը հիմնականում հիմնված է C++-ի հիման վրա, սակայն C++-ը սկսնակների համար ամենահեշտ լեզուն չէ։ Այն պահանջում է ավելի խորը գիտելիքներ հիշողության կառավարման, ցուցիչների եւ համակարգչի աշխատանքի վերաբերյալ։ Եթե ցանկանում եք հասկանալ, թե ինչպես է համակարգիչը աշխատում ներսից եւ պատրաստ եք բարդ թեմաների, C++-ը կարող է լինել հիանալի ընտրություն։ Եվ ահա եկանք Java-ին։ Java-ն երկար տարիներ եղել է աշխարհի ամենապահանջված ծրագրավորման լեզուներից մեկը։ Այն լայնորեն օգտագործվում է բանկային համակարգերում, խոշոր կորպորատիվ ծրագրերում եւ Android հավելվածների մշակման մեջ։ Java-ի գլխավոր առավելությունը կայունությունն է եւ մեծ էկո համակարգ։ Շատ մեծ ընկերություններ շարունակում են օգտագործել Java-ն իրենց հիմնական համակարգերում, ուստի Java ծրագրավորողների պահանջարկը շարունակում է բարձր մնալ։ Եթե ցանկանում եք աշխատել մեծ կազմակերպություններում կամ հետաքրքրված եք enterprise ծրագրավորմամբ, Java-ն արժե ուսումնասիրել միանշանակ։ Եթե ձեր նպատակը արհեստական բանականությունն է, ապա պատասխանը շատ պարզ է՝ Python, TensorFlow, PyTorch, Skitchlearn եւ բազմաթիվ այլ հայտնի գրադարաններ ստեղծված են Python-ի համար։ Այս պահին AI ոլորտ մտնելու ամենապերճ ճանապարհը Python սովորելն է։ Իմ խորհուրդը ձեզ, եթե լրիվ սկսնակ եք, խորհուրդ կտամ սկսել Python-ից։ Եթե ցանկանում եք ստեղծել կայքեր, ապա ընտրեք JavaScript-ը։ Եթե ցանկանում եք Unity-ով խաղեր ստեղծել, միանշանակ C#։ Եթե հետաքրքրված եք բարձր արտադրողականությամբ, համակարգերով եւ խաղային շարժիչներով, ապա ընտրում ենք C++ ծրագրավորման լեզուն։ Իսկ եթե ցանկանում եք աշխատել խոշոր կորպորատիվ նախագծերի վրա, ընտրում ենք Java-ն։ Հուսով եմ այս վիդեոն օգնեց ձեզ հասկանալ, թե որ ծրագրավորման լեզուն կարող է լավագույնը լինել հենց ձեր նպատակների համար։ Մեկնաբանություններում գրեք, թե դուք որ լեզուն եք սովորում կամ ցանկանում սովորել։ Եթե վիդեոն օգտակար էր, մի մոռացեք հավանել, բաժանորդագրվել ալիքին եւ սեղմել զանգակի կոճակը։ Կհանդիպենք հաջորդ վիդեոյում։